Մեր տարածաշրջանը համարվում է գյուղատնտեսական շրջան, ու այստեղ հիմնական ապրուստի միջոցը համարվում է հողագործությունն ու անասնապահությունը։ Այսօր մեկ անգամ եւս անդրադառնանք հողագործությանը։ Ժողովուրդ, սաղ ընկճված են, չգիտեն ինչ անեն, կարտոլ գցանեն, եկամուտ չկա կարտոլի մեջ, մալ կպահեն, խոտ կգնեն, սալյարկեն թանկ, բենզին թանկ, հետո նորից կարտոշկային ցանես, նորեն կապատել են կուդաս, ամեն ինչին կուդաս, ինչ ունի, 50 կապեկի ձևիլ չես կրնա ծախի։ Դե արի ու թոշակարու կամ գյուղացի աբրի, ինչ եղենեն իրենք չիդեն։ Կարտոֆիլը Ջավախքում հանդիսանում է բնակիչների երկրորդ հացը, ու այն չցանել անհնար է։ Ծախսերը շատ են, բերքի գինը քիչ։ Ինչպես են մեկնաբանում այս թեման մեր բնակիչները, ցանել թե ոչ։ Անցյալ տարի լավ էր։ Ճիշտ է, թոնային էր, լավ է, բերքը հանեցինք։ Ինչ եմ, լարում տավի, նայած քարտոլի, ինչ է կուտասկե։ Ես տարի կենաս ցանիմ դի, էլի մեկ 20-25 սոտ ցանիմ դի, այնք, եթե եղանակ տա, եղանակեն է կախված, անձրև գենեք է, չեն է, դիկա ասված գիտ է, եղանակ կա, լավ է, եղանակա կա, վաբշե անձերնով շատ կալիկ է, հոդեսնեք է քարտոլը, չէ, մենք կո ենք, ամեն տարի դեդման քարտոլ չէ հանե, բայց անցյալ տարի լավ էր։ Մարդիկ բողոքո կենեն չունինք, քարտոլենոքու չունինք, մենք 40 սոտ կցանենք, իրան 40 հեկտար, հա բետիկ ինչ աղդի տեղուցեն է։ Ետ որ հետ մեր են քիչ է 40 սոտոց քարտոլը մնակը մինչև կես կայնի։ Բան եղնի մեկ է վնաս չէ, մեկ քարտոլ են 40 հատ քարտոլ գելի ժամանակ կա որ լավ բանեն։ Դե մտադիր են որ սերմը կա։ Հող չունինք էլի մեկ 40 սոտ ցանեն դի։ Եթե գեղացի մարդ է ինչով զբաղվենք։ Կան գյուղեր, որտեղ հիմնականում շատ են հացահատիկայինների ցանքատարածությունները, որոշ գյուղերում կարտոֆիլին է, բայց այնուամենայնիվ երկուսն էլ գերակշռում են մեր շրջանում։